Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ազգային ժողովում է ներկայացնելու տարեկան զեկույց մի ժամանակաշրջանի վերաբերյալ, որի ընթացքում կառույցն ինքը չի ղեկավարել։ 2024 թվականի հաղորդումը ներառում էր հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննված գործերի, քննիչների ծանրաբեռնվածության, կառույցի վերջնական ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին տեղեկություններ։ Անցած տարվա ընթացքում կոմիտեում քննվել է 2289 քրեական վարույթ, ավարտվել 849, որն է եղել կառույցի լավագույն բացահայտված գործը, հարցրեց Անդրանիկ Քոչարյանը։ Արթուր Նահապետյանը չառանձնացրեց հանրությանը ոչ հայտնի դեպք, խոսեց ավարտված քրեական վարույթներից մեկի մասին։ Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից կատարված պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման դեպքով կատարված նախաքննության վերաբերյալ, որով նախաքննությունն ավարտվել է եւ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Այդ վարույթով ընդհանուր պետությանը եւ համայնքին պատճառված վնասը կազմել է 2 միլիարդ 327 միլիոն դրամ։ Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց մեկ այլ հանրային հնչողություն ստացած գործով։ Golden Palace 3 կառույցներ, որոնք 90 միլիոն էին գնահատվում, Ծաղկաձորի վաճառքի մասին մենք տեղյակ ենք, բայց այդ պաշտոնյան հարյուրավոր գործարարների շորթումով, կոռուպցիոն տարբեր մեխանիզմներով հարստահարեց եւ Հայաստանի Հանրապետությունը լքեցին հազարավոր ընտանիքներ։ Արդյոք այս պահին այս գործը քննվում է, թե ոչ, եթե չի քննվում, ես հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին։ Հաղորդումը ներկայացնելու համար քրեական դատավարության օրենսգրքում կա համապատասխան ընդհանրակարգ։ Ես խնդրում եմ այդ հաղորդումը ձևակերպել նշված ընդհանրակարգով եւ ներկայացնել հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի դա դիտենք մենք պատշաճ հաղորդում եւ եթե համապատասխան հիմքեր լինեն, այդ մասով նախաձեռնենք վարույթ եւ իրականացնենք նախաքննություն։ Այդ գործը քննվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում։ Թագուհի Թովմասյանը հարցրեց, թե ինչ բացահայտում է սպասվում մարտի 1-ի գործով։ Իմ ուշադրության կենտրոնում է այդ գործը եւ այս պահին քննչական կոմիտեի հետ հակակոռուպցիոն կոմիտեի եւ քննչական կոմիտեի քննիչների համատեղ քննչական խումբ է ստեղծվել եւ այս պահին ակտիվ ապացուցողական եւ վարույթային գործողություններ են կատարվում այդ գործով։ Ես կարող եմ երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի եւ անաչառ քննություն։ Ընդդիմադիր պատգամավորը խոսելով իշխանության ներկայացուցիչների հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին հարց ուղղեց, թե ինչպես է Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը տարեցտարի բարձրացել։ Անցած տարի էլ Հայկ Կոնջարյանի կինը դարձավ Հայփոստի տնօրեն։ Այս թռիչքաձև աճը արդյոք որևէ աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ։ Ես չեմ կարող ձեր քաղաքական բնույթի հարցադրմանը պատասխանել, համենայնդեպս ձեր նկարագրած դեպքի մասով չեմ կարող նկատել որևէ կոռուպցիոն բնույթի տվյալ։ Հայտնագործություն է անում։ Ասում է, արդյոք սրա մեջ չկա կոռուպցիոն հանցագործություն։ Ինչպիսի հայտը լեռը մուկ ծնեց։ Պապարզը ձեր համար պետքա աշխատավարձ ստացող մարդը ձեր համար տարօրինակ պիտի լինի։ Բա աշխատավարձ ստանալն է ձեր համար տարօրինակ, ոչ թե հակառակը։ Դուք որպես լրագրող ո՞նց եք Երևան քաղաքում 3 հատ տուն բանարել, ձեռք բերել։ Հա՞։ Մատ կգաք մի օր այդպես բան ունեք, ելույթ ունենաք եւ հարցեր տակ նաեւ համապատասխան կառույցների ղեկավարներին դրա մասին։ Պաշտոնյաների կողմից կոռուպցիոն հնարավոր ու բացահայտված հանցագործությունները իրենց խոսքերով ձախողված կամ անարդյունավետ ծրագրերն են ընդդիմության ելույթների թիրախում։ Պարոն Նահապետյան, դուք նշեցիք, թե չգիտեք ինչ է քաղաքական կոռուպցիան, բայց հուսամ գիտեք, որ վարչական ռեսուրսի կիրառումը իշխող իր ու իր կուսակցության իշխանության պահպանման նույնպես կոռուպցիայի դրսևորում է, թե դա էլ չգիտեք։ Այժմ օրեցօր խորացող կոռուպցիայի դրսևորումներից մեկի կրթությունը նորաձև է նախաձեռնության մասին։ Խաչակրած արշավանք եք իրականացնում, կրթվել է նորաձև է շարժման նկատմամբ, ես ուզում եմ ասել, որ ոչ կրթվելը, ոչ նորաձևությունը ձեզ չի սպառնում, դուք հանգիստ եղեք։ Դուք Ժիգուլի եք եւ մնալու եք Ժիգուլի, ի սկզբանե կատարյալ ձեր բնորոշումը ես տվել եմ։ Ես իրեն անձնապես չեմ վիրավորում, ես ձեր մտածողությունն եմ ներկայացնում, պարոն Բա չէիք լսում պարոն Մինասյան, չէիք լսում Գյուրեղյանի ելույթը։ Պահանջեիք պարոն Արշակյանից, որ տիկին Գյուրեղյանին բանանի, ասի մի վիրավոր։ Ինչքան կարելի է հատկապես ձեր խմբակցության որոշ անդամների կողմից գալ եւ այդպես թիրախավորել վարչապետի կնոջը։
Արծվիկ Մինասյանն իր ելույթում հայտարարեց, որ ուշադիր կարդացել է Գյուլեղյանի ելույթի տեքստը ու վիրավորական արտահայտություն չի նկատել։ Հայկ Կոնջորյանն անդրադարձավ նաև Արծվիկ Մինասյանի հնչեցրած այլ մեղադրանքների։ Դուք կարաք նենց հարցադրումներ անեք, որը չեք անում, որը մենք ձեր փոխարեն անում ենք, որովհետև մենք զրո կոմպրոմիս ունենք կոռուպցիայի հետ։ Եզրափակիչ ելույթում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը խոսեց ընդդիմության մեղադրանքների մասին։ Դրանք բավարար հիմք չեն կոռուպցիոն հանցանք որակելու համար, հորդորեց գրավոր հաղորդագրություն ներկայացնեն, եթե ունեն տվյալներ, որոնք կարող են պարունակել մեղադրանքի հատկանիշներ, եւ վստահեցրեց, որ կդառնան քննության առարկա։ Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ եւ ներկաներ։ Կան գործող պաշտոնատար անձինք եւ կան պաշտոնից ազատված անձինք, ովքեր օրենքի առաջ հավասար են եւ կրում են հավասար պատասխանատվություն թե իրենց գործողությունների նախկինում եւ թե անգործության համար։ Որպես ապացույց Նահապետյանը օրինակ բերեց հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված 10 քրեական վարույթներ, որոնցից 9-ով բացահայտված հանցագործությունների դեպքերը վերաբերում են գործող պաշտոնյաներին։ Վարդուհի Արզումանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։